Շատ պիտի Թաթուլին սպասենք, Կարո։ Մեզ ավուրյա կգա, ասաց մի հատ տուն մտնեմ ու գամ։ Բայց չասես, թե ինչի համար է մեզ ուզում տենա։ Ասաց ինչ-որ շատ կարևոր բան պիտի ասի, այդքան է։ Բայց ասեմ քեզ, որ լավ էլ վախեցած էր։ Դու ինչ ես մտածում։ Միրոյի դիակի հանկարծակի անետասման մասը։ Ինչ-որ միստիկական պատմություն է, գլուխ չեմ անում։ Միրոն կամ սաղ է մնացել, կամ էլ հովոյի տեղեկն են դիակը գողացել, որ փորձաքննությունը չհաստատի իր մեղավորությունը։ Չգիտեմ, Կարո, չգիտեմ։ Բայց այս ամենը իմ դուրը չի գալիս։ Այս երկու օրվա ընթացքում շատ տարօրինակ բաներ կատարվեցին։ Դու էլ մի գիշերում որոշումդ փոխեցիր։ Երեմ, ես ջոգում եմ, որ Գևորի պահովի մարածը քո սրտով չի։ Բայց այս պահի դրությամբ այդ ամենաճիշտ որոշումն էր։ Քո համար միգուցե։ Բայց դու քո այդ քայլով մեր ձեռքից խլեցիր սաղ կոզերները։ Ու հիմա սպասենք, թե հաջորդ անգամ այդ նարկոշը մեզանից ում վրա կտա։ Ու այս անգամ կարող է մենակ ծեծ ու ջարդով հարցը չփակվի։ Ես հույս ունեմ, որ Գևորը կհասկանա, որ հաջորդ անգամ իրան չեն ների։ Ով պիտի դա նրան հասկացնի։ Այն մարդը, որ եկել էր քո մոտ ու բարեխոսել իր համար։ Հնարավոր։ Բայց դու անհայտ պատճառներով այդ մարդու անունը ինչ չես ասում, Կարո։ Առայժմ չեմ ասում։ Բայց իմ կարծիքով դու շուտով ամեն ինչ կիմանաս։ Նայած թե դեպքերը ոնց կզարգանան։ Բարյորդես, կներեք, որ ուշացա։ Գայշնիկը մաշտես բռնել էր ուզում էր տաներ, դու գանային հրապարակ հազիվ եմ համոզել, որ հետ վերցնեմ։ Այդ գայշնիկն է, որը տենց անցել Թաթուլ։ Դու չի այդ Կարո ջան, Գարիկի մոտ էի։ Ինքն ու Գոքորը դրել էին պրեսավատ էին անում, թե ասա, որտե ես Միրոյին պահում։ Իրանք Միրոյի դիակը նկատի ունեին, թե ոնց։ Դու չէ ինչ դիակ, այ Երեմ ջան, երկուսով համոզում էին, թե Միրոն սաղ է մնացել ու ես էլ կուրսի եմ այդ ամեն ինչից։ Գոքորն էլ զենքը դրել էր գլխից ուզում էր խփեր։ Իսկ դու իսկականից չգիտեիր դրա մասին, Թաթուլ։ Թե ուղղակի իրանց չէիր ուզում ասել։ Երեմ հորս սարը վիրավորում ես ինձ այդպես բաներ ասելով։ Այդ անարգալից վերաբերմունք ավոպարի իշատակին։ Բայց դիակը չկա, չէ՞ Թաթուլ։ Ես իմ կա թե չէ։ Կարող եմ ուտելով կային գցել, որ տենանով ինչ անում։ Անիմաստ բաներ ես խոսում, Թաթուլ։ Ավելի լավ ասա, թե ինչի համար ենք մենք ստեղ։ Հետ էլ մի ուրիշ պատմություն է, Երեմ ջան։ Մի ժամ առաջ մեկը փակամարով զանգեց, թե Կարոյին ու Երեմին հավաքի միտեղ ու սպասի իմ զանգին։ Իբր պետք է զանգի ու շատ կարևոր տեղեկություն ասի մեզ։ Բայց այդ մարդը չներկայացավ Թաթուլ։ Չէ, ոչ մի բան չասեց։ Ու դու էլ առանց ստուգելու, առանց ստրախովքի զանգել ես մեզ ու կանչել ես, արա։ Բա որ այդ մարդը մեզ իրար գլխի է հավաքել, որ գա ու միանգամից ինձ էլ Կարոյին էլ խփի։ Ոնց թե խփի։ Հենց տենց ոնց են խփում։ Ես գնացի։ Ստե անլուրջ մոմենտ է։ Ոնց որ ինքն է, Երեմ ջան, մի րոպե սպասի։ Ալո։ Հա, սաղ ստեղ ենք։ Ընկեր ջան, գոնե դու ասա տենանք ով ես։ Է չես ասում ես մարդիկ էլ չեն ուզում գան։ Հա, լավ ջոգի։ Եղավ կփոխանցեմ։ Հա, ինչ է ասում։ Ասում է, որ կես ժամից ելնենք Երեմի գարաժում, հանգարներում։ Կգա ու ամեն ինչ կասի։ Իմ հանգարներում։ Հա։ Այդ արդեն հետաքրքիր է։ Բա հիմա ինչ ենք անելու, Երեմ։ Ինչ պիտի անենք, պիտի գնանք։ Այդ մարդը հատուկ այնպիսի տեղը ընտրե, որ մենք մեզ ապահով զգանք։ Ուրիշ բաներ չմտածենք։ Գնանք։
Տենանք հիմա ինչ գաղտնիքա բացվելու։ Բա զենք բան չենք վերցնում։ Կարեք չկա, Թաթուլ։ Ինձ մոտ ապահով է։ Իզուրել եկանք ստեղ։ Սիրտս լավ բան չի գուշակում։ Հանգիստ Թաթուլ, ոչ մի բան էլ չի պատահում։ Ախորս սորև։